մենք Նիկոլ Փաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատանի որպես ապացույց դատանի նկատմամբ ճնշման։ Ավելին բացարձակել, երբ որ հայտնվել է, սա նույնպես մենք օգտագործել ենք։ Մենք ներկայացրել ենք նաև ԿՊ-ի պատգամավոր Վագն Ալեքսանյանի էլի հայտարարությունը, երբ որ ինքը արդեն ասում էր կկալանավորվի, հետո էր խմբագրել, փոխել էր ձերբակալվի։ Մենք դա էլ ենք ներկայացրել ու ասելով, որ դուք արդեն հրահանգ ունեք այդ կառույցներից, իսկ մենք գիտենք, որ դուք գաղափարակիցներ եք, այդ հիմքերը տապացնել ներկայացվել է։ Այսինքն, այո, սա ուղիղ ցուցում էր դատարանի վրա, ուղիղ ճնշում էր եւ ապագայում էլ մենք սա շատ տեղերում օգտագործելու ենք։ Ամենայն հայոց կաթողիկոսի մասով, ասեմ այն ինչ եմ տեսել ես, ամենայն հայոց կաթողիկոսը Սրբազանին ասում էր, ինչպես կորոշես, այդպես կլինի։ Այսինքն Միքայել Սրբազանի աջակցություն, Միքայել Սրբազանին ասում էր, ինչպես կորոշես, այդպես էլ կլինի։ Եվ այստեղ Միքայել Սրբազանն էր որոշողը։ Հասկանում եք, ինքն էր որոշում կայացնողը։ Եվ հոգևորականներ կային, այո, որ ասում են, չէ, մի գնա, միևնույն է կալանավորելու են։ Երբ որ մենք իմացանք Մասիս Մելքոնյանի վրա է մակագրվել, իրեն է մակագրվել, Սրբազանն էլ ասիկ Սրբազան 99% կալանավորելու են։ Բայց գործի քննության ժամանակ, երբ որ դուրս եկանք եւ ամբողջ դուք ընդհանրում եք եւ դատավորի եւ քննիչի դատախազի ռեակցիաները եւ իրենց փաստարկների սնանկություն, որ դուրս եկանք, նույնիսկ մենք պաշտպանական ասենք կարող է все-таки այս պատի վրա ինչ-որ մի հատ ճակ եղավ, ոնց որ կարող է ի վերջո այս մարդը, որովհետեւ շատ ուժեղ հիմքեր կար, մեկը որ այս արարքի մասով արդեն կար գնահատական դատախազության։ Մենք այդ հարցերն էլ տվեցինք, դատախազությունը չկարողացավ պատասխանել եւ քննիչը։ Մենք չենք տեսել, չենք իմացել, խառնվեցին իրար, այսպեսի բան էլ եղավ։ Հիմա ասենք կարող է ինչ-որ բան փոխվի։ Սահմանադրական դատանի որոշմանն էլ կարծես ծանոթ չէին։ Այս լույսի ներքո այդ հարցը պատասխանում, մեջներս մի ինչ-որ տոկոս հույս արտնացավ։ Ասենք ինչ-որ բան, հետո բայց երբ որ տեսանք ընթացքում ասեմ, ուրեմն Մայրաթորի տարածքում մեքենա կար, ԱԱՑ-ի մեքենաներից էր, մտնում գա դուրս էր։ Երբ որ տեսանք այդ մեքենան մեր դուրս գազ եկավ մտավ դատանի բակ, մեզ ասին այդ մեքենան, նույն մեքենան մտավ դատանի բակ։ Հասկացանք, որ այստեղ արդեն ոնց որ թե ուրեմն մեզ ներկա ներքևի, երբ որ իջանք ներքև, մանցավ մի ինչ-որ ժամանակ, մի 10-15 րոպեերի, մեզ մոտեցան հավաքված մարդիկ կան, որոնք եկեղեցու բակում են եղել, ասեց եկեղեցու բակում ԱԱՑ-ի մեքենաներից մեկը, որ այդ բակում էր, ասեց այդ մեքենան հենց նոր մտավ դատանի բակ։ Ես մեքենայի մատնիչը չճշտեցի, ասեց այդ մեքենան, որը ամբողջ ժամանակ բանում էր։ Մենք օրինակ մտածինք, որ արդեն դատավորի հետ բանակցությունների գործընթացն է գնում։